Ողջույն սիրելի հայրենակիցներ, ես այսօր ձեզ պետք է ներկայացնեմ Համահայկական կոնգրես բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերի զարգացման ղեկավար Նելի Աղումյանին, որի հետ պետք է խոսենք մեր արդեն շատ սիրելի դրոշ էկո թաղամասի մասին, մեր նորությունների մասին, որտեղ դա մի բնակավայր է, որտեղ շատ-շատերս արդեն մեր փոքրիկ անկյուն ունենք Հայաստանում եւ մեր բանալին շուտով կունենանք Հայաստան աշխարհում։ Այդ իսկ պատճառով այս երեկո հաճելի անակնկալներ են ձեզ սպասվում։ Ողջույն Նելի, ինչպե՞ս եք։ Բարև ձեզ, լավ, շնորհակալ եմ։ Վստահ եմ, ինչպես միշտ նույն ողջավորությունը պիտի համակի մեզ, որովհետև էլի շատ լավ նորություններ պիտի ունենք։ Ինչ վիճակում է մեր թաղամասը, մեր տունը վաղվա։ Նախ ողջունում եմ եւ ձեզ նորից եւ մեր շահառուներին, Դրոշ էկոթաունի ապագա բնակիչներին։ Ուրախ եմ, որ Սփյուռք համալրեց նաեւ Դրոշ էկոթաունում։ Ասեմ, որ Համահայկական կոնգրեսը նշեմ եւս մեկ անգամ, որ ստեղծվել է դեռևս 2014 թվականին, հետաքրքիր օր է ստեղծվել, օգոստոսի 11-ին հայկական տոմարով 4506 թվականի Նավասարդի տոնին եւ Համահայկական կոնգրեսի հիմնական գործունեությունը, ռազմավարությունը Հայաստան-Սփյուռք կապն է եւ հայապահպանությունն է, որտեղից եկել է եւ հենց այս հրաշալի գաղափարի ստեղծումը եւ կյանքի կոչումը, այսպիսի թաղամաս ունենալը շատ սփյուռք, թաղամասում բնական ունենալը շատերի երազանքն է եղել սփյուռքահայերի եւ երբ որ ստեղծվեց գաղափարը, համալրեցինք 1500 townhouse-ներից բաղկացած մեր թաղամասը, արդեն այլևս townhouse-ները ավարտվեցին, վերջացան, ասում էինք շտապեք, չէին հավատում։ Այո։ Ուզում եմ ասել, որ այսօր լավ ավելի հետաքրքիր եւ լավ լուրով եմ եկել ձեզ մոտ հյուր։ Ուզում եմ ասել, որ մեր սիրելի հայրենակիցները սփյուռքահայեր, ովքեր արդեն գնել են, արդեն ունեն ձեռք են բերել townhouse, նրանք արդեն շահել են, համարվում են շահառու, քանի որ townhouse-ներ այլևս այդ հին արժեքներով մենք այլևս չենք վաճառում, ինչքան մոտեցավ շինարարության ավարտ, այնքան արժեքները բարձրանում են եւ դուք ունենում եք 2-ից 3 անգամ ավել արժեքով բնակարան հայրենիքում։ Դեռ չկառուցված է, դեռ նոր սկսվում է, արդեն շահած է մարդը։ Արդեն շահած ենք, պրոցեսը սկսվել է, կառուցվում է, շինարարությունը ընթանում է եւ նշեմ նաեւ, որ հունիսի 1-ից բավականին հեշտացվել են Հայաստանում պրոցեսների զարգացումները, այսպես ասած կադաստրային փաստաթղթերի ձևավորման, քանի որ այսպես է, շատ ժամանակ մարդիկ ստանում են բնակարանը, ապրում են բնակարանում, բայց չեն ունենում դեռևս ավարտական ակտ բնակարանի, դրա մասին մենք չեն բարձրաձայնում, բայց քանի որ հունիսի 1-ից պարզեցվել է նման պրոցեսները Հայաստանում, ես ելի շահառուներին ասեմ, որ բոլորներ հանգիստ լինեն եւ իմանան, որ իրենք արդեն ավարտին ունենալու են ավարտական ակտով բնակարան, ինչը շատ քիչ է պատահում Հայաստանում եւ դա շատ ուրախալի լուր է, որ ավարտական ակտը ձեր ձեռքում է լինում արդեն ավարտին, այսինքն ոչ միայն մեր ձեռքում է լինում, մենք բնակարանը հանձնելու ենք պարզվեցված համակարգի շնորհիվ բոլոր կադաստրային թղթերով եւ ամենակարևոր ավարտական ակտով, իսկ դա շատ հաճելի նորություն է, որտեղ բոլորին շատ է հետաքրքրում այդ հարցը, անդադ զանգում ենք, զանգեր ենք ստանում, բայց այսպես այնպես տարբեր տեղերից լուրեր են ստանում մարդիկ, բայց ուզում եմ ասել, որ ավարտական ակտի հարցը լուծված է։ Բայց այնուամենայնիվ ինչքան էլ թանկացել է, էլի պիտի անկեղծորեն ասել, որ նման արժեք չկա եւ արվարձանային այդ շրջանում դա այդպիսի բնակարան ունենալը մի հրաշալի տարբերակ է, քանի որ նոր զարգացող ճյուղ է Երևանի այդ արվարձանային շրջանը եւ գիտեն մեր շահառուները, իսկ ովքեր էլ չգիտեն, ասեմ մեր հեռուստադիտողներին, հայրենակիցներին, որ այն կառուցվում է այս պահին եւ գտնվում է ակադեմիական քաղաքի անմիջապես կողքը, իսկ ակադեմիական քաղաքում բոլորս գիտենք, որ լինելու են Հայաստանի բոլոր համալսարանները, մեծ ուսանողական համայնք է այնտեղ զարգանում, այսինքն մի ամբողջ թև Հայաստանի գտնում է շատ հետաքրքիր զարգացման փուլում, նույնիսկ մետրո է կառուցվելու, վերգետնյա նման խոսակցություններ կան, ինչը շատ հաճելի է, բայց էլ ավելի լավ նորություն ունենք, այս պահին մեր լավ նորությունը, ասեմ մեր շահառուներին, մեր հայրենակիցներին, որ այժմ ունենք բնակարաններ, հենց բնակարաններ, ապարտմաններ, հստակ լեզվով ասած, տարբեր քառակուսիներով 19-ից 23,000 դոլար։ Մարդ չի կարող հավատալ, որ կարող է այդ շրջանում այդ գնով այդ արժեքով եւ քանի որ դա նոր սկսվող process է եւ դուք նորից դառնալու եք շահառու, այժմ այդ արժեքն է, իսկ արդեն ավարտին, որը 2028 թվականի դեկտեմբերն է նախատեսվում, դուք ունենալու եք արդեն 2-ից 3 անգամ թանկ, արդեն շուկայական արժեքով բնակարան։ Ասեմ, որ բնակարանները երկհարկանի են, այդ շենքերը երկհարկանի 3 մուտքանի
նորից էլի տարբերակներ ենք ունենալու վերանորոգված, չվերանորոգված, 37 քառակուսի, 45 քառակուսի եւ 84 քառակուսի։ Հիանալի տարբերակներ են, եթե դուք ցանկանում եք չեք հասցրել ձեռք բերել դրամաշնորհային արժեքով townhouse, այս պարագայում արդեն կարող ենք ձեռք բերել դրամաշնորհային արժեքով բնակարան եւ ունենալ ձեր բանալիները եւ ասենք բարի գալուստ մեր համայնք։ Ես պիտի ուրախությամբ ասեմ, որ բարևի հերոստատիտողների բավական է այսպես գալի հատված հետաքրքրված էր մեր հերոստատիտողներից շատերը երևի հասցրին վերցնել եւ գնեցին եւ ունեն այո։ Ջամա ես շատ ուրախ եմ, որտեվ հարևաններս այդտեղ պետք է բարևի հերոստատիտողներ լինեն։ Պատկերացնում եք ինչ հրաշալի բան է, դուրս ես գալիս ու բարևում միմյանց։ Ես շատ ուրախ եմ դրա համար, բայց հիմա տեսնում եք, ես ինչքան էինք մենք խոսում այդ սկզբնական հատվածում, թե ինչ պետք է անել ավելի շահառու վիճակում հայտնվելու համար, շուտ էր պետք գնել։ Հիմա էլի այսպիսի արժեք դուք չեք գտնի Հայաստանում։ Երևի շրջաններում էլ եթե ուզենան գնալ որևէ շենքում տուն գտնել, այս գնով չեն ունենալու։ Էկոթաունները, որոնք էկոթաղամասերը իրոք երևի չկա, բայց էկոթաունները, էկոթաղամասերը, որը կառուցում է համահայկական կոնգրեսը, հենց նրա համար է, որ մարդիկ կարողանան, եթե ուզում են տուն ձեռք բերել հայրենիքում, քանի որ սա արդեն թվով երրորդ պրոյեկտն է համահայկական կոնգրեսի եւ բավականին մեծ պրոյեկտ է, 1500 townhouse, որտեղ կա եւ առևտրի կենտրոն եւ կան զարգացման բիզնես, այո, բիզնես կոմերցիոն տարածքներ են լինելու, երեխաների հետ կապված ամեն ինչ է լինելու, մարդիկ այնտեղ բուժկետ է լինելու, դպրոց, մանկապարտեզ, gated community, այսպես ասեմ, փակված տարածքով կանաչապատ, բավականին մեծ թաղամաս է, որտեղ լինելու է 5-ից 6000 բնակչություն, բայց սա թվով երրորդ պրոյեկտն է։ Մարդիկ արդեն բնակվում են, հենց Պրոշյան համայնքում մարդիկ բնակվում են, վաճառում են իրենց բնակարանները, արդեն շուկայական արժեքով, իրենց ձեռք բերված արժեքից 2-3 անգամ թանկ, այն մարդիկ, ովքեր ապրում են մեր թաղամասերում, կլինի դա Գյումրիում, որը բավականին մեծ թաղամաս է եւ կողքն էլ կառուցվում են արդեն նոր թաղամասեր կբարձրաձայնենք, երբ որ կսկսենք պրոյեկտը, կամ Պրոշյանում, որտեղ ավարտված է, 3 հարկանի կոնդոներ են, իրանք նույնիսկ սկզբից, որ ձեռքի են բերում այդ բնակարանը, չէին էլ կարող պատկերացնել, որ այդ արժեքով կարող են ունենալ նման հրաշալի տուն, այսպես ասեմ, էլի տուն, բնակարան ենք ասում, բայց Հայաստանում տուն։ Դուք հանդիպել եք բնակիչների, տեսել եք այս ընթացքում ինչպես է նրանց տրամադրությունը, գոհ են, դժգոհ են։ Անհամբեր սպասում են, բնակիչների հարցերը շատ են, հատկապես այդ թղթաբանական պրոցեսների հետ, բայց բոլորը զինված են համբերությամբ, քանի որ այս բյուրոկրատական քաշքշուկը թեթևացել է, այսպես ասեմ, Հայաստանում բավականին առաջընթաց ունենք, նման պրոցեսներում ավելի արագ է լինելու մեր շահառուներին հանձնելու բանալիները, մենք էլ ենք սրտադրոպ սպասում, որպես դրոշի այդ էկոթաուն այդ բոլոր այդ համայնքի ժողովուրդը կյանք ստանա, սկսի ապրել, սկսի արարել, երեխաները բակում ակտիվություն լինի, հարևանություն անել իրար հետ, լճի մոտ նստեն, այո, դուրս գան իրենց պաթիոյի միած սուրճ խմեն, եւ քննարկվում է նաեւ որ ունենալու ենք տրանսպորտ թաղամասում արդեն որոշելու է community, որտեղ այդ հարցերը շատ են տրվում, բա տեղափոխության հարցը դե մարդիկ կան գնում են հայրենիք, բայց մեքենա չունեն, չեն ուզում, բայց քննարկվում է որ տրանսպորտ է լինելու համայնքում, արդեն որոշելու են բնակիչները, թե որ ուղղությամբ են ուզում իրենք ամեն օր գնան գան։ Փաստորեն նաեւ տեղում կարող են աշխատատեղեր ստեղծվել։ Այո, տեղում ստեղծվում են աշխատատեղեր, դա հենց համայնքական կոնգրեսի այդ հայկական բիզնեսի զարգացման ծրագիրն է, որը նաեւ մի ճյուղ է համայնքական կոնգրեսի համար, տեղում ստեղծվելու են աշխատատեղեր, կոմերցիոն տարածքներ լինելու, բայց նույնիսկ պահպանվելու է այն, որ եթե մի բիզնես ստեղծված է, երկրորդը այնտեղ չի լինելու, որ չխանգարի մյուսին, մեծ առևտրի կենտրոն է լինելու, բավականին աշխատատեղեր ենք նաև ապահովում դրանով, լուծում ենք մի հատ խնդիր Հայաստանի համար։ Այսինքն այդ փոքրիկ նեղ աշխարհի մեջ դու նաև ապահովված ես կենցաղային ապրանքներով, դու կարող ես թաղամասից դուրս չգալ, ամեն ինչ այնտեղ կազմակերպել, ապրել, երբեմն դուրս գալ, բայց ամեն ինչ լինելու է թաղամասում, որը մարդու կենսական նշանակությունը ապահովում է։ Ու նաև ապահովություն։ Ապահովություն պարտադիր, այնտեղ փակ տարածք է իր անվտանգությունով, անվտանգության աշխատակիցներով, կարող են բնակարանում ապրել 1 ամիս, հանգիստ թողնել, գնալ, որովհետև այնտեղ հետևելու են մարդիկ։ Շատերը նույնիսկ ուզում են ունենալ բնակարան հայրենիքում, գոնե 1 ամիս անցկացնել այնտեղ։ Ես հավատում եմ, շատ լավ տարբերակ է, հատկապես այս վերջին պրոյեկտը, որ հիմա այս պայն ասում եմ կառուցվում է եւ սկսվել է արդեն դրա վաճառքը 19-ից 23000 եւ 42000, հիանալի հնարավորությունը, չտեսնված հնարավորությունը, որպեսզի ձեռք բերենք։
Վճարումները կատարվում են մաս-մաս, հնարավորություն է տրվում մաս-մաս կատարելու, աշխատում ենք բանկերի հետ ամերիկյան եւ երբեմն Հայաստանում էլ են կարողանում կատարել վճարումներ, այնտեղ էլ հայկական մեր արդեն գրասենյակի հետ կարող են կապ հաստատել, եթե ինչ-որ ձև է տարբերակ կա, որովհետեւ այս պրոյեկտը ոչ միայն Ամերիկայի հայերի համար է, այլ ամբողջ սփյուռքահայության համար է։ Ուրիշ երկրներից էլ կան։ Պարտադիր Եվրոպայից այնքան ցանկացողներ ունենք, այնքան ցանկացողներ կապ չունի, էլի, սփյուռքահայության համար է, որպեսզի միավորի ամբողջ հայացքին ինչ որ մի հատ փոքրիկ թաղամասում եւ էլի հուսանք էլի թաղամասեր կլինեն։ Նախագծերը շարունակվող են, բայց ինչ էլ որ լինի, առաջինը պարտադիր ասում ենք մեր շահառուներին, լավ նորությունները, նոր մնացածին, այդպես արդար է ավելի շահառուի հանդեպ։ Կարող է մեկը դրսից գնել բնակարան եւ հետո վարձու տալ, այդպիսի բան Բնականաբար մենք ոչ մի սահմանափակում չունենք վարձակալության եւ վաճառքի հետ կապված, մարդիկ գնում են բնակարանը, ունեն townhouse, ուզում են վարձակալության տալ, միայն ուղղակի արտաքին տեսքին չեն կարող դիպչել, արտաքին տեսքի փոփոխություն չկա, նույնիսկ ասեմ, որ community-ին ներսում գտնվող հաստատ օգնելու է մարդկանց եւ վարձակալության եւ վաճառքի հարցում եւ պահպանման բնակարանի խնամքի եւ այլն պահպանումը դա չէ հենց ամբողջը թաղամասը ապահովում ենք դա չենք էլ քննարկում որովհետեւ ինքը հենց դրա համար է կոչվում դրոշ էկոթաուն որտեղ կա security-ին անվտանգության աշխատակիցներ փակ տարածություն է դրսից մարդիկ չեն կարող այսպես ասած մտնել առանց թույլտվության Ներքին հարդարման հետ կապված կազմակերպությունը կատարում է, ինքն է կատարում, թե ինչպես է դա։ Ներքին հարդարման հետ կապված ունենք տարբերակներ, հենց այս պահին էլ townhouse-ների դեպքում շատերը եւ ընտրելենդա գնել են ընտրելենդա, քանի որ իրոք եւ ժամանակատար եւ հեռու են իրենք եւ պետք է վստահեն, իսկ մեզ հետ ունեն պայմանագիր, որ ներքին արդեն բնակարանը հանձնելուց մի քանի ամիս առաջ սկսվելու է ներքին հարդարման աշխատանքների process-ները, կատարում ենք մեր Պրոշան էկոթաունին Գյումրունը, որ դիտեն, կտեսնեն ինչ լավ ներքին հարդարման աշխատանքներ են կատարում, այսինքն մարդը արդեն կարող է մտնել այնտեղ եւ բնակվել, ունենալ իր կահույքը ու բնակվել արդեն։ Բնակարանների դեպքում բնականաբար կունենանք հաստատ ներքին հարդարման լավ առաջարկներ, բայց այս պայն դեռևս առաջարկում ենք առանց ներքին հարդարման, բայց հիմնականում գնել բնակարանը, հետո արդեն մնացածը շատ լավն են մեր տարբերակները, որովհետև եւ լավ է ստացվում գեղեցիկ է եւ ապահով է հենց գնողի շահառուի համար, որին ավելի հանգիստ կլինի, հեռվից հեռու դժվար է ղեկավարել այդ ամեն ինչ, իսկ հետո կգա մեզանից, բայց կպահանջի։ Մնացած հարցերն էլ հատկապես կանանց հիմա շատ պիտի հետաքրքրի։ Ջուր, գազ, չգիտեմ, հազար ու մի հարցեր։ Թաղամասը քանի որ էկոթաուն է, այսինքն այնտեղ թերմոստներ են ասում դրանց եւ այդ սիպ պանելներից է կանադական, գազ չկա թաղամասում, ինքը ՄԱԿ-ի ստանդարտին համապատասխան է, էլեկտրականություն է, հոսանք է եւ դե ջուրն է։ Նորմալ կատարվում են այդ բոլոր աշխատանքները, ջուրը եւ այդ էլեկտրականության լարերը բերվում են ներս, եթե մենք վերանորոգեցինք, արդեն խնդիր չի, ամբողջը վերանորոգված տալիս ենք հասնում։ Սեյսմիկ կայունությունը սիպ պանելները փորձարկված է Ճապոնիայում, դիմանում են մինչև 12 բալ երկրաշարժին, իրանք սեյսմակայուն են, իրանք դիմանում են 60-ից 70 աստիճան ցրտին, Գյումրիում արդեն երրորդ ձմեռն ենք անցկացնում, Պրոշանում երկրորդ ձմեռն ենք անցկացնում, դիմանում են ցրտին, իսկ ամռանն էլ հով են։ Էլ չգիտենք ինչ ասենք։ Ես միայն երջանիկ եմ, որ շատ արագ որոշումը կայացրի եւ այստեղ բնակարան արդեն ձեռք են բերել եւ շատ ուրախ եմ բոլոր նրանց համար, ովքեր արդեն ձեռք են բերել բնակարաններ։ Գիտեմ մտերիմ մարդիկ, որոնք շատ էին ինձ զանգահարում, ոգևորված գնում այդ քայլին։ Ես հիմա շատ ուրախ եմ, որ այսպիսի մենք ծրագիր ունենք եւ Նելի Աղումյանը մեզ արդեն ներկայացնում է ապագայի նոր նախաձեռնություններ, որոնց մեջ են այս բնակարանները ընդամենը $19,000 տալով դուք կարող եք բնակարան ձեռք բերել այսօր մեր դրոշ էկո թաղամասում։ Այնպես որ խնդրում եմ շտապեք, զանգարեք էկրանի վրա հեռախոսահամարով։ Ու ասենք որ 19,000-ը ոչ ամբողջությամբ մաս-մաս վճարելով։ Պարզ է, մի փոքր գումար նախնական։ Այո, մի փոքր գումար նախնական, հետագայում 40 ամիս կատարում են իրենց վճարումները առանց ինչ-որ տոկոսի, առանց ինչ-որ ավել
հարկերի ու վարկերի կատարում են վճարումները եւ 40 ամսից արդեն ամբողջությամբ վկայականը շահառույնն է։ Եթե կարողանում է շուտ կատարել, փառք Աստծո, տունը հանձնեցիք, վկայականը տալիս ենք իրենց։ Հրաշալի, շատ լավ է, շնորհավոր ենք բոլոր դրանց, ովքեր ձեռք են բերել, իսկ ովքեր ձեռք չեն բերել, թող շտապեն, այո։ Շատ բարի, ուրեմն մենք նախատեսում ենք մոտավորապես 2 տարվա ընթացքում թաղամասը տեսնել արդեն բարեկարգված 27 թվի ավարտին արդեն townhouse-ները կհանձնենք, 28 թվի բարեկարգումը կավարտի, բարեկարգումն էլ մաս արդեն բնականաբար համընթաց բնակարանների կառուցմանը կավարտվի, կարող է որոշ ժամանակ կանաչապատում, գեղեցկացնել նման process-ները դե ժամանակ են պահանջում կլիմայից ելնելով, իսկ բնակարանների 15-ից 23 հազար, որ նշում ենք, այդ բնակարանների ավարտը 28 թիվ է, բայց ես շատ վստահ եմ, որ շուտ է լինելու։ Այո, Արագ է, համայնքական կոնգրեսը միշտ ժամկետը տալիս է, բայց միշտ ժամկետից շուտ է լինում ամեն ինչ, մենք էլ ենք անհամբեր, մենք էլ ենք ուզում շուտ վերջացնենք, անցնենք, որ անցնենք հաջորդին։ Շնորհակալություն, հրաշալի կերպով ներկայացրիք, ավելի ոգևորեցիք մեզ, վստահ եմ շատ ավելի հիմա զանգողներ պիտի ունենանք, բարեկամներ, եւ սպասում եմ այն գեղեցիկ օրվան, երբ շատ շատերս այդ նորամուտին միասին էստեղից կմեկնենք։ Մի ամբողջ օթանավ կարող է գնալ ուղղակի դες նոր թաղամասը, դրոշ թաղամասը։ Բոլորս միասին այդ լենտը կկտրենք եւ կմտնենք այս թաղամասը, որը դառնալու է աշխարհի մեծ աշխարհի փոքրիկ մեր անկյունը, որտեղ ունենալու ենք երջանիկ օրեր, շատ շատերը, որոնք արդեն այն տարիքում են, պիտի իրենց ինչ ասեմ, հանգստի տարիները լինեն այս կյանքում, երբ երկար տարիներ աշխատել են, չարչարվել են, գալիս է իրենց այդ թոշակի գնալու եւ հանգիստ ապրելու այդ տարիները նրանք նախընտրելու են Հայաստանը։ Ես համոզված եմ, գնալու են Հայաստան, այնտեղ վայելելու են կյանքը եւ սա լինելու է ամենալավ առիթներից մեկը այս թաղամասում միասին մեկտեղվելու, բնակվելու եւ շատ ու շատ երջանիկ օրեր անցկացնելու։ Մեր ջան, շնորհակալություն։ Շնորհակալ ենք նաեւ ձեզ։ Լավ բարեկամություն եւ որպես ապագա հարևաններ, դրոշի շահառու բոլորը շտապում ենք եւ վերջին հարցը, որը շատ են ինձ տվել, արդյոք մի անձնավորություն Սփյուռքից քանի բնակարան կարող է ձեռք բերել։ Այսպես կարևոր մի հարց է, ընտանիքին հասնում է 2 փոքր բնակարան կամ 1 մեծ, այսինքն բնակարանի դեպքում կոնկրետ 1.37 կամ 1.45 կամ 1.84։ Շատ բարի։ Դա արված է, որպեսզի պահպանենք այն հավասարությունը, որ ցանկացողները շատերն են ցանկանում դառնալ շահառու, որպեսզի ունենան house ունեցողը կարող է 1 բնակարան էլ վերցնել։ 1 townhouse ունեցողը փոքր townhouse ունեցողը բնականաբար կարող է նաև ունենալ 1 բնակարան, իսկ արդեն մեծ townhouse ունեցողը պետք է քննարկենք։ Շատ բարի, համենայն դեպս դուք ամեն ինչ անում եք, որ մարդիկ ուրախ տրամադրությամբ գնան այս քայլերը։ Շատ հնարավորություններ ենք տալիս, նույնիսկ գալիս են, տեսնում են, ուզում են, այս պայն հնարավոր չի, վճարման հետ ինչ որ բաներ կա, ընդառաջում ենք, աջակցում ենք, որովհետև մենք գիտենք, որ սրտանց ուզում են, մենք էլ ուզում ենք մեր հայրենակիցներին պարտադիր օգնասինել։ Քանի որ ասեմ նորից համայնքական կոնգրեսի համար 1 ռազմավարությունը դա Հայաստան-Սփյուռք կապն է, հայապահպանությունն է, ինչի համար երկար տարիներ աշխատում ենք։ Եվ երևի ամենաամուր կապերից մեկն է լինելու տունը, բնակարանը, բանալին, այդտեղ ներկայություն լինելը Հայաստանում։ Դե սրանք તો մնում է սպասել բնակարանները լինեն ու գնաք վայելեք այդ մեծ երջանկությունը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, բարի երբ։ Միշտ սպասում ենք ձեր նորություններին, իսկապես հաճելի այս զրույցները ներկայացնել մեր հեռուստադիտողներին եւ սպասենք նրանց լավ, բարի դրական արձագանքին։ Սպասենք, այո, անպայման։ Սիրով սպասում ենք բոլորին 100 նոր բրենդ հասցեում կամ նշված հեռախոսահամարով։ Այո, շտապեք զանգահարել, նորից չուշացնել, որտեղ այս անգամ մենք երբ առաջին գնողներն էինք, այս անգամ արդեն շահեկան ենք դուրս գալիս։ Դուք էլ շտապեք, այսպիսի արժեքով բնակարան եք ձեռք բերելու Հայաստանում, Երևանին շատ մոտ, ընդամենը 2-3 կիլոմետր այն կողմ եւ կարողանալու եք հրաշալի ապագայում հնարավորություններ ունենալ հայրենիքը վայելելու։ Այո։ Ամենայն բարիք, Աստված ձեզ պահապան, մնացեք բարով։